Չինական կենդանակերպի համաձայն գալիք 2026 թվականը կլինի կարմիր կրակե ձիու տարի։ Նոր 2026 թվականը խոստանում է մեզ բերել էներգիայի և հաջողության հարստություն կյանքի տարբեր ոլորտներում։ Խոյ Խոյերի համար 2026 թվականի սկիզբը կլինի հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության աճի ժամանակաշրջան, ինչը դրականորեն կանդրադառնա նրանց ժողովրդականության և կարիերայի հաջողության վրա։ Այնուամենայնիվ, այս նշանին բնորոշ համառությունը կարող է բարդացնել որոշ կյանքի հարցեր։ Տարվա երկրորդ կեսին խոյերը հաջողություններ կապրեն ընտանեկան կյանքում, իսկ տարեվերջը կուրախացնի նրանց սիրո նոր հույզերով։ Նրանք, ովքեր ներկայումս միայնակ են, հնարավորություն կունենան հանդիպելու իրենց հոգու կողակցին, իսկ հարաբերությունների մեջ գտնվողները կրկին նոր ալիք։ Այնուամենայնիվ, խոյերը ստիպված կլինեն պայքարել իրենց իմպուլսիվության հետևանքների դեմ, ինչը կհանգեցնի հաճախակի սխալների, որոնք պահանջում են մշտական շտկում։ Ցուլ 2026 թվականի առաջին ամիսներին շատ ցուլեր կհետաքրքրվեն ճանապարհորդություններով, այլ երկիր տեղափոխվելով և արտասահմանից եկած մարդկանց հետ կապվելով։ Տարվա կեսերին կբացվեն զգալի եկամտի հեռանկարներ և կհայտնվեն գործուղումների կամ ճանապարհորդությունների հնարավորություններ։ Եվ տարվա վերջին ճակատագիրը այս նշանի որոշ ներկայացուցիչների կառաջարկի վճռական քայլ՝ տեղափոխվել իրենց սովորական բնակության վայրից զգալի հեռավորության վրա, գուցե նույնիսկ արտասահման։ Կարևոր է հիշել աստղագուշակի խորհուրդը՝ լավագույնն է գաղտնի պահել ապագա տեղափոխության ծրագրերը։ Երկվորյակներ Կարմիր ձիու տարին բարենպաստ ժամանակահատված կլինի երկվորյակների համար։ Տարվա սկիզբը թույլ կտա ձեզ հաղթահարել կուտակված խնդիրները, գլխավորը ամեն ինչին մոտենալ խնամքով և հաշվի առնելով է։ Տարվա կեսին սպասվում է ձեր ֆինանսական վիճակի բարելավում, հատկապես անշարժ գույքի ոլորտում ներգրավվածների համար։ Տարվա վերջը կբերի բազմաթիվ հետաքրքիր ուղևորություններ և ճանապարհորդություններ։ Տարվա առաջին կեսի ընթացքում երկվորյակներին խորհուրդ է տրվում հաճախակի հրապարակային ելույթներ ունենալ, քանի որ ակտիվ հրապարակային ներկայությունը կօգնի նրանց հասնել նշանակալի արդյունքների իրենց ծրագրերի իրականացման գործում։ Խեցգետին 2026 թվականի առաջին փուլը խեցգետիններից կպահանջի վերահսկել իրենց հույզերը ինչպես անձնական կյանքում, այնպես էլ բիզնեսում։ Տարվա կեսերին շեշտը կտեղափոխվի անձնական հմայքի զարգացման վրա, որը կլինի հաջող առաջխաղացման բանալին։ Տարվա վերջին փուլը բարենպաստ կլինի ցանկացած ֆինանսական ձեռնարկման համար, բայց իրենց ներուժը լիովին իրացնելու համար խեցգետինները պետք է բացահայտորեն ցուցադրեն իրենց կարողությունները։ Տարվա ընթացքում սեփական հույզերը կառավարելու ունակությունը դրականորեն կանդրադառնա մասնագիտական աճի և կարիերայի վրա։ Առյուծ 2026 թվականի սկզբին առյուծները կունենան արդյունավետ շրջան իրենց մասնագիտական կյանքում։ Հաջողակ կարիերա ապահովելու համար նրանց խորհուրդ է կրվում կենտրոնանալ աշխատանքի վրա և խուսափել ամբարտավանությունից, տհաճ հետևանքներից խուսափելու համար։ Տարվա կեսը կոչ է անում զգուշություն ցուցաբերել ուրիշներին ծրագրերը բացահայտելիս, քանի որ գաղտնիությունը կբարձրացնի նպատակներին հասնելու հնարավորությունները։ Տարվա վերջին առյուծների անձնական հմայքը կկարողանա գրավել հաջողություն և երազանքների իրականացում։ Հիմնական խորհուրդը մնում է խոհեմությունը և որոշումների կայացման նկատմամբ սթափ մոտեցումը, քանի որ հուզական պոռթկումները կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների։ Կույսեր Կույսերի համար նոր տարվա սկիզբը իդեալական ժամանակ է ռոմանտիկ հարաբերությունները ամրապնդելու համար, գործելով հանգիստ և մի փոքր անտարբեր։ Այս վարքագիծը կգրավի զուգընկերներին և կբարելավի հարաբերությունները։ Գարնանը և ամռանը նշանները կդառնան ավելի շփվող, ընդլայնելով իրենց օգտակար շփումների շրջանակը, հասարակական կյանքին ակտիվ մասնակցության միջոցով։ Աշունը և ձմեռը բավարարվածություն կբերեն ուրիշներին օգնելուց և տաղանդները զարգացնելուց, բարեգործական միջոցառումներին մասնակցելու միջոցով։ Անկախ հանգամանքներից, կույսերը օգուտ են քաղում ռացիոնալ մոտեցում պահպանելուց և իրավիճակները ուշադիր վերլուծելուց, հատկապես ճգնաժամային ժամանակներում։ Կշեռք 2026 թվականի սկիզբը կշեռքներին հաջողություն կբերի ընտանեկան հարցերում և անշարժ գույքի գործարքներում, հատկապես երբ խոսքը վերաբերում է ամառանոց գնելուն։ Տարվա կեսը կարիերան կբարձրանա։ Տարվա երկրորդ մասը կբերի ազատության զգացում,
բայց կշեռքներին խորհուրդ է տրվում չափավորել իրենց ոգևորությունը, խուսափելու համար շտապ որոշումներ կայացնելուց։ Օրինակ, նոր տարուց կարճ ժամանակ առաջ աշխատանքից հեռանալուց։ Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, խորհուրդ է տրվում նրբանկատորեն և զգույշ վարվել, սիրելիների հետ ներդաշնակ կապերը պահպանելու համար։ Կարիճներ։ Կարիճները 2026 թվականը կմտնեն ակտիվ հասարակական կյանքով, լի ճանապարհորդություններով և ընկերների հետ հանդիպումներով։ Տարվա կեսը կբերի հետաքրքիր իրադարձություններ, կապված տուն գնելու կամ նույնիսկ բնակության վայրի փոփոխության հնարավորության հետ, այդ թվում հայրենի երկրից դուրս տեղափոխվելու հետ։ Տարվա վերջը կցուցադրի մասնագիտական նվաճումների աճ, եթե կարիճները սովորեն արդյունավետորեն ներկայացնել իրենց նվաճումները։ Տարվա ընդհանուր խորհուրդն է համակարգված աշխատել և իմաստուն կերպով արձագանքել գործընկերների խարդավանքներին և մանիպուլյացիաներին։ Աղեղնավոր։ Աղեղնավորները նոր տարում կվայելեն ֆինանսական հաջողություններ, շնորհիվ անձնական աշխատասիրության և նպատակասլացության։ Տարվա երկրորդ կեսը թույլ կտա ձեզ արդյունավետորեն լուծել հին խնդիրները և հաջողությամբ ներդրումներ կատարել կայուն ակտիվներում։ Տարին կավարտվի արտասահմանյան հետաքրքիր ուղևորությամբ։ Ժամանակաշրջանի ամբողջ առաջին կեսը բնութագրվում է անձնական հարաբերություններին կենտրոնացած բարձր մակարդակի ակտիվությամբ։ Աղեղնավոր ծնողները կարևոր դեր կխաղան իրենց երեխաների զարգացման և դաստիարակության գործում։ Այծեղջյուր։ Ֆինանսական հաջողություն է սպասվում այծեղջյուրներին 2026 թվականի հենց սկզբում, բայց միայն այն դեպքում, եթե նրանք իմաստուն կերպով վարվեն և խուսափեն չափազանց համառությունից։ Դրան կհաջորդի անձնական կյանքում հաջողության շրջան, երբ շատ այծեղջյուրներ կգտնեն երջանկություն և կհանդիպեն իրենց սիրելիին։ Տարին կավարտվի շահավետ կապիտալ ներդրումների հնարավորություններով։ Բոլոր ամիսների համար հիմնական խորհուրդն է վերահսկել զգացմունքները ընտանիքում և օգտագործել զգացմունքները ստեղծագործության, այլ ոչ թե կործանման համար։ Ջրհոս։ 2026 թվականի առաջին ամիսները ջրհոսներին կապահովեն արժեքավոր գիտելիքներով, որոնք կարող են նպաստել առկա մարտահրավերների լուծմանը։ Ամառը բնութագրվում է ֆինանսական աճով, աշխատանքային պարտականությունների նկատմամբ բարեխիղճ մոտեցման շնորհիվ։ Տարվա վերջը կնշանավորվի օգտակար կապերով և գործնական կապերով։ Տարվա ընթացքում ջրհոսներին խստորեն խորհուրդ է տրվում ավելի մեծ զգուշություն լինել ճանապարհներին, հատկապես մեքենա վարելիս։ Ձկները։ 2026 թվականի սկզբին ձկները կզգան ցանկություն ազատվել սահմանափակումներից և իրականացնել ազատության իրենց երազանքները։ Շատերը կկարողանան մշակել գործողությունների հստակ ծրագիր և հասնել իրենց ցանկալի արդյունքների։ Տարվա հաջորդ փուլը խոստանում է ուրախություն և հուզական ներդաշնակություն, քանի որ նորահայտ անկախությունը խթանում է կենսունակ սիրային փորձառությունները։ Վերջին եռամսյակը կստեղծի գերազանց պայմաններ մասնագիտական աճի համար, և պաշտոնի բարձրացումը շատ հավանական է։ Տարվա ընթացքում ամենակարևոր խորհուրդը մնում է ֆինանսների նկատմամբ ուշադիր լինելը և ավելորդ ռիսկերից խուսափելը։ Ֆինանսների նկատմամբ ուշադիր լինելը և ավելորդ ռիսկերից խուսափելը։